Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ։ Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպմանը ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ։ Նախարարական հանդիպման նպատակն է քննարկել տարածաշրջանային անվտանգության ու կապակցվածության հարցեր, որոնք կապված են Եվրոպայի ու հարևան տարածաշրջանների միջև համագործակցության հետ։ Հանդիպումը կենտրոնանալու է Խաչաձև տարածաշրջանային անվտանգության ու կապակցության վրա, ներառյալ անվտանգության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների, կիբեռանվտանգության, սահմանային վերահսկողության եւ տարածաշրջանային կոնֆլիկտների վրա։ Հանդիպմանը մասնակցելու են Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, բացի այդ հրավիրված են ոչ Եվրամիության երկրների ներկայացուցիչներ, հատկապես Սևծովի շրջանի եւ Հարավային Կովկասի երկրներից, որպեսզի ապահովվի միջտարածաշրջանային երկխոսություն։ Հաստատված մասնակիցներն են Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, Ուկրաինայի արտգործնախարար Սիբիհան։ Ի դեպ Վրաստանի արտգործնախարարը չի հրավիրվել, Վրաստանը մասնակցելու է դեսպանի մակարդակով, ինչը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը համարել է անլուրջ մոտեցում։ Հնարավոր են մասնակիցներ Մոլդովայից, Բուլղարիայից, Ռումինիայից, ինչպես նաև Ադրբեջանից կամ Կենտրոնական Ասիայի երկրներից։ Ինչ է նշանակում առհասարակ Հայաստանի համար այս մասնակցությունը։ Հայաստանի մասնակցությունը այս հանդիպմանը կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների համատեքստում, հատկապես 20-ականների սկզբից ի վեր, երբ Հայաստանը ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը, հեռանալով Ռուսաստանից ու մերձենալով Արևմուտքին։ Այն խորհրդանշում է Հայաստանի ինտեգրումը եվրոպական անվտանգության ու տնտեսական կառույցներին։ Հանդիպումը հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասի անվտանգությունը, ներառյալ Արցախի կոնֆլիկտի հետևանքները, սահմանային հարցերը, Ադրբեջանի հետ ու խաղաղության գործընթացը։ Սա համապատասխանում է Եվրամիություն-Հայաստան համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը խթանում է առևտուրը, ներդրումներն ու անվտանգության համագործակցությունը։ Վերջին տարիներին Հայաստանը ակտիվացրել է Եվրամիության հետ կապերը, ստանալով ֆինանսական օգնություն, օրինակ 2.6 միլիարդ եվրո 21-ից 27 թվականների համար ու ռազմական աջակցություն։ Մասնակցությունը օգնում է դիմակայել ռուսական ազդեցությանը, խթանել տնտեսական աճ ու ապահովել տարածաշրջանային կայունություն։ Այն նաև հնարավորություն է երկկողմանի հանդիպումների համար, որոնք կարող են հանգեցնել նոր համաձայնագրերի։ Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրության միջև վստահության վերականգնման հարց կա, որը պարլամենտականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել։ Հուսամ, որ հանդիպումը լավ կանցնի, ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Եվ այս պահին կապ ենք հաստատում Չեխիա, Պրահա, զրուցելու են քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ։ Պարոն Առաքելյան, նախ անդրադառնանք այն կարևոր իրադարձությանը, որ օրերս Վատիկանում տեղի ունեցավ եւ որին դուք արդեն իսկ հասցրել եք անդրադառնալ Facebook-յան գրառումով, եթե դիտարկենք նաև դրա, այսպես ասած, քաղաքական բաղադրիչը, Հայաստանը հաշվի առնելով այն ուրեմն սերտ հարաբերությունները, որ կան Վատիկան-Ադրբեջան հարաբերություններում, ինչ քայլեր պետք է ձեռնարկի ավելի խորացնելու եւ որքանով այս հանդիպումը հենց այդպիսի կարևոր առիթ հանդիսացավ հարաբերությունների խորացման, համեցեք։ Գիտեք, շատ Հայաստանի համար շատ կարևոր քայլ էր եւ վարչապետի այցելումը եւ նման արարողությունը շատ լուրջ նշանակություն ունի ընդհանրապես Հայաստանի եւ ընդհանրապես Արևմուտքի կապերի ամրապնդման մեջ, քանի որ հայ կաթոլիկ եկեղեցին միշտ հանդիսացել է կամուրջ արևմտյան մշակույթի, գիտության համար, եւ Հայաստանի միջև եւ հայ ժողովրդի, հայ ազգի միջև եւ այդ կամուրջը շատ լուրջ դեր է ունեցել եւ 18-րդ եւ 19-րդ դարի ժամանակաշրջանում մինչեւ 20-րդ դար եւ փաստացիորեն արդեն
թե սկզբից ցարական Ռուսաստանի կողմից արգելվեց ընդհանրապես եւ հալածանքների վերածվեց հայ կաթոլիկ եկեղեցին եւ սովետական դարաշրջանում եւ առաքելական եկեղեցին սկզբից եւ կաթոլիկ եկեղեցին ընդհանրապես էլի հալածման ենթարկվեցին եւ փաստացիորեն արգելվեցին եւ վերականգնվեց միայն առաքելական եկեղեցին պատերազմի ժամանակ եւ Ստալինը որոշեց որ իրան հետ ուրեմն կարող է օգուտ բերի բայց հարցը մնում է նրանում որ այդ կապը Հայաստանի եւ հայ ժողովրդի հայ մշակույթի եւ արևմուտքի միջև ապահովվել է բավականին մեծ չափով հայ կաթոլիկ եկեղեցի միջոցով եւ այսօր այդ կապի վերականգնումը այդ միջոցով հա դա դժվար թերագնահատելի մի փաստ է ես հուսով եմ որ այդ տենդենսը կշարունակվի եւ մենք ուղիղ կապեր ունենանք ոչ միայն Վատիկանի հետ եկեղեցու միջոցով, կաթոլիկ եկեղեցու միջոցով, այլ ընդհանրապես այն երկրների, որոնք որ այդ կրոնը ներկայացնում են, եւ նույն մեր բարեկամ Ֆրանսիայի հետ մենք մեր կապերը այդ բնագավառում նույնիսկ կարող ենք ամրապնդել եւ ստեղծել նոր կամուրջներ մեր զարգացման համար, մեր ինտեգրացման համար արևմուտքի համակարգի մեջ, արևմուտքի մշակույթի հետ եւ դա մի խոսքով դա ընդհանրապես իմ համար դա շատ զգայուն թեմա է որովհետեւ ես մի անգամ ձեր հաղորդումներում մի անգամ նշեցի որ իմ մեծ պապը կաթոլիկ եկեղեցական էր եւ ինքը սպանվեց արդեն Հայաստանում եւ արդեն ոչ թե Մալոյանի նման թուրքերի կողմից, այլ կոմունիստների կողմից իր եկեղեցական եկեղեցով իրեն սպանեցին, ծեծելով սպանեցին եւ այդ թեման իմ համար շատ զգայուն է եղել եւ այն հակամարտությունը, ոչ թե հակամարտությունը, այլ այն ճնշումը, որը որ տեղի է ունեցել տարիներ շարունակ, որը որ դուրս է եկել թե կոմունիստական ռեժիմից, հա, թե ցարական Ռուսաստանի, թե այսօրվա նույնիսկ պայմաններում։ Եվ իդեպ ասեմ, որ մյուս մեծ պապս էլ առաքելական եկեղեցական էր, իմ մայրական ազգանունը Տեր Գրիգորյան է։ Այսինքն ես այդ երկու մշակույթների մեջ մեծացած եւ ըմբռնումով հասկանալով այդ երկու մշակույթը միշտ չեմ կարողացել հասկանալ այն փաստը, որ Հայաստանում կաթոլիկ եկեղեցու ուրեմն այսպես ասած ֆրանգերին միշտ հալածել են եւ նսեմացուցիչ ինչ որ պայմաններ են ստեղծել իրենց զարգանալու եկեղեցու զարգանալու հնարավորությունը չի տրվել եւ այսօր Հայաստանում գոյություն ունի ընդամենը երկու կաթոլիկ եկեղեցի եւ բայց աշխարհով մեկ ես պարզապես մի քիչ հետաքրվեցի ժամանակին հետաքրվել եմ այդ հարցով մոտավորապես 800,000 կաթոլիկ հայ կաթոլիկներ կան գոյություն ունեն աշխարհով մեկ Հայաստանում չնչին քանակությամբ որտեղ ասում եմ սովետական միության ժամանակ հալածանքների եւ փաստացիորեն ոչնչացվել է հայ կաթոլիկ եկեղեցին բայց դա նաեւ մեր պատմությունն է դա նաեւ մեր մշակույթն է եւ այդ մշակույթը այդ մեր պատմությունը մենք պետք է վերականգնենք մենք պետք է վերականգնենք եւ ճանաչենք այդ ամենը որ մենք ունենք եւ հայ առաքելական եկեղեցին որը որ իդեպ ասեմ այսօր զավթված է ոչ մի այն ասում այն ժամանակ երբ Ստալինը ինչպես ասեցի վերակենդանացրեց հայկական եկեղեցին եւ ոչ միայն հայկական եկեղեցին նաեւ ռուսական եւ այլն հա ինքը վերակենդանացրեց իր կանոններից ելնելով իր դրած պայմաններով եւ մինչեւ օրս այդ ստալինյան պայմանները այսօր մեր եկեղեցում գործում են ինչպես գործում են այն գործակալական համակարգը որը որ հիմնվել էր այն ժամանակ եւ մինչեւ օրս էլ աշխատում է ի վնաս մեր պետությանը ի վնաս մեր ազգին եւ այսօր հայ կաթոլիկ եկեղեցու ճանաչումը մեր կողմից շատ մեծ նշանակություն ունի։ Ես ի նկատի ունեմ, գիտեք ինչ, ես չեմ կարող ինձ դասել, որ
լուրջ հավատացյալ իբրև, հա, ես պարզապես հասարակ մի մարդ եմ, որը որ պարզապես ես ինձ դասում եմ հայ քրիստոնյա մշակույթի իբրև ներկայացուցիչ, բայց եւ խոսքս հիմա գնում է հենց այդ հայ քրիստոնյա մշակույթի մասին, անկախ նրանից թե դա առաքելական եկեղեցու մշակույթն է, թե հայ կաթոլիկ եկեղեցու մշակույթն է, դա մեր պատմությունն է, եւ այդ մեր պատմությունը մենք այսօր պետք է ճանաչենք եւ զարգացնենք, եւ մեր երեխաների համար ստեղծենք այդ հնարավորությունը, այդ կամուրջը, միգուցե նաեւ հայ կաթոլիկ եկեղեցու միջոցով, որպեսզի մենք ապագայում կարողանանք ուղիղ կապ ունենանք արևմուտքի հետ։ Տեսեք, պարոն Առաքելյան, դուք հայ եկեղեցու զավթված լինելու մասին այսպես շեշտադրում ակնարկ արեցիք, տեսեք, այս կարևոր միջոցառմանը ներկա չէին երկու կաթողիկոսները Մեծիտան Կիլիկիո եւ Գարեգին II, սա ուրեմն միտում եք այստեղ տեսնում։ Իհարկե տեսնում եմ եւ տեսել եմ միշտ, քանի որ այն եկեղեցականների կողմից, որոնք որ այսօր, մինչ այսօր գտնվում են Էջմիածնում, միշտ հալածանք է դուրս եկել հանդեպ հայ կաթոլիկ եկեղեցու։ Եվ ոչ միայն հայ կաթոլիկ եկեղեցու, իրենք պարզապես չեն ճանաչել, չեն ուզեցել ճանաչել, որ գոյություն ունի հայ կաթոլիկ եկեղեցի, հա, իրենք չեն ճանաչել, որ եւ չեն ուզել ճանաչել, որ գոյություն ունի, չգիտեմ, համշենահայություն, հա, որ հայեր կան, որոնք որ մուսուլմանական կրոն ունեն։ Ես չգիտեմ ինչի Երևանում միակ մզկիթը այսօր պատկանում է Իրանին, այլ ոչ թե այն հայերին, որոնք որ մուսուլման են։ Եվ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, եթե մենք ճանաչենք, մենք չենք կարող հերքենք, հա, ինչպես ամեն ինչը չենք կարող հերքենք ու մեր համար ինչ որ մի նկար նկարենք, որը մեր դուրը կգա։ Մենք պետք է ճանաչենք այն ամեն ինչը լավը եւ վատը, այն միգուցե վատը, ինչ որ մի տեսակետից վատը, մի տեսակետից լավը, բայց այնուամենայնիվ մենք պետք է ճանաչենք, որ մենք ունենք եւ հայ առաքելական եկեղեցի, եւ հայ կաթոլիկ եկեղեցի, եւ ունենք համշենահայություն, որոնք որ մուսուլմանական են, հա, ինչ պայմաններից ելնելով են այդ մարդիկ ստիպված դառել, միգուցե, բայց այդ կրոնը կրող ժողովուրդ կա, որոնք որ իրենց հայ են համարում, եւ դա մենք եւս պետք է ճանաչենք։ Այդ նույն բանն է, եթե մենք աչքներս փակենք, այդ նույն բանը ոնց որ, չգիտեմ, Չեչնիայում են Կադիրովը, որ ասել է մենք միասեռականներ մեր մոտ գոյություն չունի տոն, ու վերջ, հա, հարցը փակեց։ Ով էլ կար, սաղին տարավ, սպանեց, չգիտեմ, բանտերը նստացրեց, թաղեց, չգիտեմ, ինչ արեց։ Ինչա, չճանաչելով այդ մարդիկ անհայտանում են, ոչ։ Այդ երևույթը անհայտանում է, իհարկե ոչ։ Մենք պարզապես զբաղվում ենք ինքնախաբեությամբ եւ բնականաբար, եթե մենք ուզում ենք նորմալ, ժողովրդավար, դեմոկրատիկ ինչ-որ ազատ երկիր կառուցենք, ապա այդ բոլոր մեր պատմական եւ իրական համակարգերը եւ այդ իրականությունը մենք պետք է ճանաչենք, մենք պետք է աշխատենք իրենց բոլորի հետ եւ այսօր ես հպարտ էի երեք ես հպարտ էի նրանով, որ հայ պատվիրակությունը ամենաբարձր մակարդակով ներկա էր այդ արարողությանը Վատիկանում։ Ես հպարտ էի նրանով, որ վերջապես մեր ժողովուրդը, մեր պետական համակարգը ճանաչեց եւ ընդունեց եւ հուսով եմ, որ այդ տենդենսը կշարունակվի եւ մենք կկարողանանք ամրապնդենք, ինչպես ասեցի, հա, մեր կապերը արևմուտքի հետ, դրա նաև այդ մեր եկեղեցու միջոցով եւ կկարողանանք օգտագործենք ի բարիք մեր պետականությանը, ի բարիք մեր ազգի, ի բարգավաճություն մեր ազգի։ Մենք չպետք է անտեսենք եւ պետք է փորձենք ընդհանրապես մաքրազարդենք այն մնացորդներից մեր ինքնագիտակցությունը, մեր պատմությունը, մեր ներկայիս իրավիճակը, այն մնացորդներից, որոնք որ մեզ խանգարում են շարժվել առաջ։
որոնք որ խանգարում են մեր երկրի զարգացմանը, որոնք որ խանգարում են մեր մշակույթի զարգացմանը։ Այդ կեղտը մենք պետք է մաքրազարդենք, առաջին հերթին մեր գլխներից անենք։ Մենք պետք է ճանաչենք այն, ինչ որ գոյություն ունի։ Մեր մի մասը, իբրև մեր մի մասը ճանաչենք եւ բնականաբար ընդունենք այդ ամենը։ Պարոն Առաքելյան, ըստ էության դուք ասացիք, որ նրանց երկու կաթողիկոսների Վատիկանում չգտնվելը կոնկրետ ուղերձ ուներ։ Գիտեք, ես չգիտեմ ինչ ուղերձ ուներ դա։ Այն որ Կտրիչ Ներսիսյանը չէր գնացել այդ արարողությանը, ես հասկանում եմ, իմ կարծիքով նա պարզապես հրահանգ է ստացել կամ նույնիսկ հրահանգի կարիք էլ չի ունեցել, ինչ որ, որպեսզի գնա կամ չգնա, մենք բոլորս լավ հիշում ենք իր վերաբերմունքը, նույնիսկ Ռոմի Պապը այցելեց Ֆրանցիսկոսը Հայաստան, ինչ ինքը փորձեց իրան դիրքավորի, ինչ որ Ռոմի Պապը ինչ որ Պեժոյով հիշում եք, ինչ որ հասարակ Պեժոյով եկավ, իսկ մեր կաթողիկոսը AMG, Mercedes, չգիտեմ ինչ, նա թանգանոց, ինչ որ երկաթապատ, ինչ որ սախ մեքենաներով, բան, դու քո երկրում ես, դու եկեղեցական ես, դու քո երկրում այդ մետաղապատ մեքենայով ես երթևեկում, վախենում ես, որ քեզ ինչ պետք է քո ժողովուրդը, քո սեփական հոդը, ինչ պետք է անի, դա այդ վերաբերմունքը հանդեպ նույն տարբեր մոտեցումներ են հասկանում եք, կան մարդիկ նույն, չգիտեմ, նույն Ֆրանցիսկոսը, որին շատ բաների մեջ մեղադրում են, կան չեն մեղադրում, բայց իր վերաբերմունքը ինքը շատ հասարակ, շատ պարզ մարդ էր, Ինքը կոչ էր անում այդ պարզությունը, այդ հասարակությունը իր հոդի հետ միասին լինելը, ինքը քարոզում էր։ Իսկ ինչպես դա անում էր մեր կաթողիկոս Վազգեն առաջինը, երբ որ ինքը կարող դուրս գար ժողովրդի մեջ, կարող էր ինքը չէր վախենում ոչ մեկից, որ ինչ որ մեկը ձեռքը բարձրացնի իր վրա, որ ինչ որ մեկը, չգիտեմ, ինչ որ վատ բառ կհնչեցնի կամ եւ այլն, դա բան չկար, իրանք սիրում էին։ Թեպետ ինքը նույն այն ստալինյան համակարգի մեջ էր աշխատում, ծառայում, թեպետ ինքը նույն պայմանների մեջ էր գտնվում, ինչ որ այսօրվա Կտրիչ Ներսիսյանն է, հա, բայց ինքը այնուամենայնիվ ինքը ազնավնվեր աշխատանք էր տանում, ծառայություն էր տանում, ինքը իրոք ծառայում էր իր ժողովրդին եւ ինքը անում էր ամեն ինչ եւ իրանց սիրում էին, այդ մարդուն սիրում էին, ինձ բախտ ա վիճակվել 90-ականների սկզբում ես շատ երիտասարդ էի, բայց ասում եմ բախտ վիճակվեց, ես իր սեփական աշխատասենյակում, Վազգեն առաջինի աշխատասենյակում լսեցի իր հնչեցրած բառերը նրա վերաբերյալ, ոնց էին իրեն փորձում նսեմացնել տարբեր ինչ-որ կոմունիստական ինչ-որ հիմնարկներից ներկայացուցիչները, երբ անձնական դիմելով իրեն դիմում էին աշխարհիկ անուն հայրանունով, ինքը դրանից ասում էր դա անընդունելի էր, բայց ինքը այնուամենայնիվ ինքը շարունակում էր աշխատել այդ մարդկանց հետ, ինքը շարունակում էր տանել իր խաչը, ինքը անել այն լավ ճիշտ աշխատանքը, ինչ որ ինքը արեց, ինչով որ ժողովուրդը իրեն հիշում է Եվ այն ժամանակ իդեպ հիշեմ, չափարներ չկար իր նստավայրի շուրջ, ինչպես որ հիմա կա այդ չափարները, եւ պահատանակ գոյություն չուներ մոտքի մոտ, որ իր մոտ կարելի է այդ այգին լեռաների այգին մտնել, թե չմտնել։ Հիմա այդ ամեն ինչը ճաղերի հետևում է, փակ է, մարդ է նստած, ուրեք գնում, ինչ է կանում, փորձում ես լուսանկարել, գալիս ես այստեղ մի ֆոտո մի արա, բան մի արա, հասկանում եք, այդ լրիվ ուրիշ մարդիկ են, լրիվ ուրիշ գաղափարներ են իրանք քարոզում։ Եվ բնականաբար այսօր ժողովուրդը չի ընդունել եւ չի ընդունի, իրանք չի ընդունել 30 տարի առաջ էլ չէր ընդունում։ Այսօրվա Կտրիչ Ներսիսյանի միջը որս է չի ընդունի։ Ու իրան ինչքան շուտ ինքը ռադը քաշի գնա մեր սուրբ եկեղեցուց, մայր տաճարը ազատի, այնքան լավ մեր
ապագայի մեր ազգի, մեր հավատքի համար։ Եվ պարոն Առաքելյան, տեսեք, արտաքին գործերի նախարար Միրզոյանը աշխատանքային այցով մասնակցելու է Լյուքսեմբուրգում Եվրոպական միության կողմից կազմակերպվող միջտարածաշրջանային անվտանգություն ու փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպմանը, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։ Դուք զրույցի ընթացքում նաև Հայաստան-Եվրոպա հարաբերություններին կնարք արեցիք այդ հարաբերությունների խորացմանը։ Հիմա այսպիսի նախարարական հանդիպումը ինչ կարող է տալ, համեցեք։ Գիտեք, նախ ես պետք է նշեմ, որ մեր այսօրվա, մեր երկրի այսօրվա ղեկավարությունը ճիշտ է շատ փոքրիկ քայլերով, բայց այնուամենայնիվ շարժվում է եւ կոնկրետ քայլեր է անում դեպի Հայաստանի մոտեցմանը Եվրոպային, Եվրամիությանը։ Ես շատ եմ քննադատել ժամանակին, որ մենք քայլեր չենք ձեռնարկում, որ մենք ինչ-որ, ասենք, հատկապես օրենքը ընդունեցինք, եւ հետագա քայլերը ուշացումով են կամ ընդհանրապես, բայց այսօր ես դիտարկելով ընդհանուր իրավիճակը աշխարհում եւ Ռուսաստանի հետ կապված եւ ընդհանրապես միջազգային իրավիճակը ես հասկանում եմ, որ մենք այսօր մեր կառավարությունը փորձում է անել գրեթե առավելագույնը այն ցանկից, ինչ որ ինքը կարող է անել այսօր, կարող է անել առանց լուրջ ծանր հետևանքների մեր պետության համար, մեր ժողովրդի համար, մեր ժողովրդի բարեկեցության համար եւ ես ուզում եմ հույս հայտնեմ, որ եւ ապագայում մենք այդ ճանապարհը թող փոքրիկ քայլերով, բայց այնուամենայնիվ մենք այդ շարժումը չենք կանգնեցնի եւ այդ շարժումը մենք կշարունակենք առաջ գնալ, իսկ այդ հանդիպումը եւս մի ճիշտ է, էլի փոքրիկ քայլ է այդ ուղղությամբ, բայց այնուամենայնիվ ողջունելի քայլ է։ Իհարկե ես իբրև եվրոպամետ մարդ, իբրև մարդ, որը որ իր կյանքում ապրել եւ աշխատել է եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում եմ ես երկար տարիներ ապրել եւ աշխատել, եւ հիմա ապրում եւ աշխատում եմ Եվրոպայում, ես կարող եմ համեմատել եւ կարող եմ ինձ թույլ տալ ճիշտ ընտրություն կատարել, ու այդ ընտրությունը ես շատ շուտ բանից արդեն կատարել եմ։ Ես հասկանում եմ եւ պարզ գիտակցում եմ, թե ինչի ենք մենք գնում, ինչի է մեզ անհրաժեշտ գնալ դեպի Եվրոպա, դեպի կոնկրետ Եվրամիություն եւ ես միշտ դա քարոզել եմ, դուք վկա արդեն քանի տարի է մենք շփվում ենք տարբեր թեմաներով, բայց հիմա այն պահն է հասունանում, որ մենք միգուցե պետք է արդեն դիմենք ավելի կոնկրետ քայլերի եւ հասկանալով ճիշտ է, էլի ընդունելով ընդհանուր իրավիճակը, բայց մենք ավելի կոնկրետ քայլերի կարիքն ունենք այսօր մեր զարգացման համար։ Առաջին հերթին դա մերձեցումն է, մոտեկացումն է եվրոպական ստանդարտներին, այն կոպենհագենյան ցուցակի, որը որ ընդունվել էր Կոպենհագենում, յուրաքանչյուր հայտ ներկայացնող պետությունը այդ պետք է համապատասխանի այդ Կոպենհագենում ընդունված ցանկին, որտեղ որ պարզ գրված է, թե ինչ տնտեսական կարգավիճակ, ժողովրդավարական կարգավիճակ, ազատությունների հետ կապված ինչ կարգավիճակի պետք է հասնի պետությունը, որպեսզի նա ընդունվի եվրոպական երկրների ընտանիք։ Եվ Հայաստանը այդ ցանկը վարչապետի սեղանին պետք է դրված լինի այսօր եւ հուսով եմ, որ դրված է եւ համենայն դեպս այն քայլերը, որոնք որ հիմա մենք ձեռնարկում ենք, դժվարություններով, շատ ծանր, շատ մեծ սխալներով, կադրային սխալներով անցյալում եւ տնտեսական, հակակոռուպցիոն եւ այլն, շատ մեծ սխալներով, բայց այնուամենայնիվ մենք այդ ցուցակով փորձում ենք շարժվել։ Եվ ես հուսով եմ, որ Արարատ Միրզոյանը հիմա այս
հանդիպման ժամանակ եւ ապագա մյուս հանդիպումների ժամանակ մենք քայլ առ քայլ կշարժվենք այդ ցուցակով, մենք կգնանք այդ ճանապարհով եւ կփորձենք մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պետությունը փրկենք այդ միջոցով։ Ուրիշ ճանապարհ ես պարզապես չեմ տեսնում։ Շնորհակալ եմ պարոն Առաքելյան զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Կարճատև դադար է մեր եթերում։